Երևանի ժամանակով զրուցաշարն է Ֆակտոր TV եթերում, բարև ձեզ մեր զրուցակից այսօր դերասան Սամվել Թոփալյանն է, ողջույն Սամվել։ Ողջույն։ Սամվել, կցանկանայի մեր զրույցը սկսեինք 44-օրյա պատերազմից հետո ծնունդ առած Առաքել ներկայացմամբ, որը վերջերս դիտել եմ, որտեղ դուք եւ Հրանտ Թոխատյանը միասին գլխավոր տերերում փորձում եք հասցնել հանդիսատեսին։ Մեսիջը թերևս այն է, որ պատերազմից հետո ժամանակն է ուղղել մեջքը եւ ձեր հերոսը օրինակ փնտրտուքների մեջ է եւ կարծես թե փնտրում է մեկին, ով կգա եւ իր երկիրը ճահիճից դուրս կհանի։ Հիմա արդյոք ժամանակը չէ, որ ամեն մեկս մեր մեջ փնտրենք այդ մարդուն, ով որ պետք է իր մասով երկիրը ճահիճից դուրս հանի եւ չսպասի այդ փրկչին, այսպես ասած։ Բնականաբար բոլոր ասպարեզներում, բոլոր միջավայրներում, եթե դու քեզ բացառում ես այդտեղից, այսինքն ինչ որ բան արվի, բայց դու դրա մասնիկը չլինես, արդեն այդտեղ հստակ սխալ բան կա։ Առավելևս եթե խոսում ենք հայրենիքի մասին, դա ինչպես Նժդեհն էր ասում, չի տրվում որպես հայրական ժառանգություն, այլ ձեռք է բերվում ամեն մի սերնդի եւ նրա առանձին անհատի կողմից։ Այսինքն դա խոսում է մասին, որ ամեն մեկս առանձին պիտի ամեն ինչ անենք, որպեսզի մեր մեծ ընտանիքը, մեր մեծ, այսպես ասած, տունը լինի ապահով, լինի լուսավոր, լինի տաք ու պիտի երազանքներ ու գաղափարներ կապենք մենք այդ տան հետ կապված, որովհետև եթե չկա գաղափար, չկա երազանք, ամեն ինչ, այսպես ասած, անիմաստ է դառնում։ Ու այո, ցանկացածս առանձին մեր տեղում պիտի լինենք, մեր մասնիկը, մեր լուման ներդնենք մեր ընդհանուր, այսպես ասած, տան բարեկեցության, ապահովության ու երկարակեցության համար։ Մեր երկիրը բազմաթիվ արտաքին ու ներքին մարտահրավերների միջով է անցել եւ անցնում, շարունակում է անցնել։ Ինչ եք կարծում, մենք կարողացանք այդ իմունիտետը ձեռք բերել եւ արվեստը այդ հարցում ինչ դեր ունի։ Դժվար process-ներ ընթանում ընդհանրապես ամբողջ աշխարհում, մասնավորապես նաեւ Հայաստանում։ Արվեստի, այսպես ասած, գործառույթը կամ արվեստագետի նպատակը պիտի լինի ցանկացած ծանր իրավիճակում հայտնված, չգիտեմ, մարդու հասարակության թև տա, ուժ տա, հույս տա, որովհետև նաև անտարբերությունից հանի, ամենասոսկալի վիճակն է, երբ դու հուսալքված ես, այսինքն մթությունից բացի ուրիշ բան չես տեսնում։ Այդ ճանապարհը մեկն է, մթություն ու վերջ, բայց եթե թև տաս, հույս տաս, վստահ եմ մարդը արդեն ինչ-որ տարբերակներ կգտնի դուրս գալու, ապրելու, իհարկե շատ հաճախ մենք այդ ապրելն էլ չենք հասկանում, այդ որն է, ցավոք սրտի, ասում եմ, այսօր տեսնում եմ դեպքեր, որ ապրելը ֆիքսում են միմիայն ուտել, խմելու, քեֆերի, այո, դրա մեջ, պիտի շատ հստակ հասկանաս որն է ապրելը, կամ որն է լավ ապրելը։ Լավ չեմ կարող ապրել, երբ որ, չգիտեմ, համատարած ատելություն ու թշնամանք կա։ Այ արվեստի դերը պիտի այդ թշնամանքը մաքրի, զտի, մաքրի մարդու միտքը, մարդու հոգին, որովհետև այդ միջավայրում, այդ մթնոլորտում չեմ կարծում կծնվի ինչ-որ դրական ու կարևոր բան։ Միշտ լինելու է կիսատ, պռատ, միշտ լինելու է նախանձով, միշտ լինելու է, չգիտեմ, ոչ մի, այսինքն իսկապես արժեք չի ստեղծվելու։ Ու նախ եւ առաջ պիտի արվեստ այդ մարդկանց հոգիները, միտքը եւ մաքրի, եւ արթուն պահի, եւ հույս տա, եւ լուսավորի։ Մի խոսքով երևի սա է։ Պարզ ճշմարտություն է այլս։ Դուք հետևում եք օրինակ սոցցանցերում այդ ատելության մթնոլորտին, հայհոյանքներին, այդ մեկնաբանություններին, չնայած վերջերս ԿՊ-ն ինչ որ էթիկայի կանոնագիրք է մշակել, ըստ դրա պիտի չհայհոյեն։ Հասարակությունը խառը, շփոթված, դրանից էլ գալիս է այդ ատելության մթնոլորտը, չի վստահում ոչ մեկին, չի հավատում ոչ մեկին, բնական վիճակ է, ոչ թե լավ առումով եմ ասում, այսինքն այդ շփոթմունքի մեջ ինքը ձեռքը գցում է եւ այս կողմ, եւ ինչ որ բան է փնտրում, ինչ որ բան է ուզում գտնի, բայց ինքն էլ չգիտի ինչ։
Դրա համար պիտի վերականգնել ու վերագտնենք մենք բոլորս ինձնից սկսած այն հավատը, հույսը ու հասկանանք ինչ հայրենիք ասվածն էլ պիտի շատ հստակ իմանանք ինչի մասին է խոսքը։ Դա ուղղակի բառի պիտի չվերածվի։ Դա հստակ ապրելու, շնչելու, երեխա ունենալու, երեխա դաստիարակելու, սերուն տալու հստակ գործառույթ, շոշափելի բան է։ Ինչ ասում Սահյանը, հայրենասիրություն, հայրենիքը հողիդ վրա տուն կառուցել ու տան մեջ ապրելն է։ Այսինքն եթե տունը դատարկվում, այդ դատարկվում է նաև շատ բաներ։ Սրա մասին է խոսքը։ Այո, շփոթված վիճակում են բոլորս։ Դրանից էլ գալիս են ինչ-ինչ բացասական բաներ։ Գիտեմ, որ ձեր տանը մանկավարժներ կան, չէ՞, եթե չեմ սխալվում, եւ դուք մոտավորապես պատկերացում ունեք հիմա դպրոցներում կրթական ցենզի մակարդակի մասին եւ այլն։ Որքանով է նաեւ կրթության հարց ֆիքսելը, թե ինչ է հայրենիքը, ո՞րն է մեր դերը։ Ցավոք սրտի շատ ցածր մակարդակի է մեր կրթական համակարգը։ Եվ դուք էլ դասավանդում եք։ Հիմա եք թատերական ինստիտուտում եք։ Բայց ես կուզեի գալ հենց սկսել մանկապարտեզից եւ դպրոցից, որովհետեւ դա այն հիմքն է, որի վրա կառուցվում է նախ մարդն է ինքը ձևավորվում ու կառուցվում եւ նաեւ հետագայում որպես քաղաքացի, որպես մասնագետ, չգիտեմ իմ պատկերացմամբ հատուկ արվում այնպես, որ իսկապես կրթական մակարդակը իջնի հասնի զրոյականի։ Գիտեմ նմանատ մարդկանց այդ սերունդին հետո հեշտ է լինելու կառավարել, հեշտ է լինելու ինչ-որ բանում համոզել, դա է պատճառը, որովհետև առանց կրթություն ուղղակի չի ձևավորվում հասարակություն, ուղղակի չի ձևավորվում մտածողություն ու կորում են արժեքները, որովհետև մարդու ուղեղում մտքում պիտի լինի, չէ, ինչ-ինչ արժեքներ, որին նա դավանի, որոնցով ապրի։ Բայց երբ զրոյացնում են այդ ամեն ինչը, այսինքն մարդը դառնում է կներեք բույս։ Ընդամենը պիտի ջրես, որ աճի։ Հիմա ցավոք սրտի ես չեմ ուզում հավատալ, բայց ամեն ինչ բերում է դրան, որ հատուկ է արվում ու ոչ միայն հիմա, 35 տարի շարունակ։ Իջեցնել մտածողության մակարդակը, իջեցնել գիտելիքի բացակայություն։ Մեր դաշտ են ստեղծում, որտեղ բացակայում է գիտելիքը։ Ու բնականաբար դրա համար էլ հայտնվում ենք նաև այսօրին, էլի։ Ձեր կարծիքով հայ թատրոնը մատը պահում է զարկերակին իրադարձությունների, որքանով է հաղորդակից մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Այո, կան, իհարկե կան ներկայացումներ, նույն Առաքելը վերցնենք, նաև Մալյան թատրոնում էլ կան ներկայացումներ, որոնք շոշափվում են այսօրվա խնդիրները, որտեղ բարձրացվում են այդ խնդիրները, իհարկե, նախ իմ վարպետն էր ասում, որ հեղափոխությունները սկսում են թատրոնից։ Մազմանյանը։ Ու այո, թատրոնը պիտի իր մատը զարկերակի վրա պահի։ Իհարկե չարտացոլելով բուն, այսպես ասած, իրականությունը, այլ այդ իրականության այդ վատ հետևանքների արդյունքում թե ինչի կարող է հանգել, այսինքն հարցեր բարձրացնել։ Կանխատեսողի դերում երբեմն հուշողի դերում լինի։ Իսկ օրինակ տեխնիկական առումով մենք շատ ենք խոսում այն մասին, որ նաև աշխարհի շատ թատրոններ, որոնք գիտեք այդպիսի մեծ ֆինանսական միջոցների չեն էլ տիրապետում, բայց ունեն ռեսուրսներ, հետաքրքիր են, դիտվող են, մենք մի քիչ այդ առումով հետ չենք տեխնիկական մասով հնարավոր է, բայց տեխնիկական մասը հենց ուղղակիորեն ֆինանսների հետ է կապված, որոնք այդ թատրոնները վստահ են, որ իրանք պետական հովանավորչություն ունեն։ Այստեղ մեզ շատ հաճախ ուզում եմ մոլորեցնել, որ դրսում Եվրոպայում պետությունը թատրոններին չի ֆինանսավորում, այդպիսի բան չկա։ Եթե նախարարությանը չի պատկանում, ապա պատկանում է քաղաքապետարանին, ապա պատկանում է, չգիտեմ, համայնքապետարանին։ Թատրոնը երբեք չի եղել եկամտի, բիզնեսի մանետիզացվելու։ Այո, եթե խոսում ենք իսկական արվեստի մասին, ոչ թե, չգիտեմ, ինչ-որ կոմեդիաների, սիթքոմների, ինչ-որ նմանատիպ ներկայացումների մասին։ Իսկապես փող են ծախսում այդ, չգիտեմ, ներկայացումների վրա, տեխնիկական առումով, քանի որ հարցը եղավ ու այդ իսկ պատճառով ներկայացումը ավելի վիզուալ, ավելի հետաքրքիր, ավելի անսպասելի, ավելի, չգիտեմ, գրավիչ է դառնում։ Հա, բնականաբար մենք այդ պակասը ունենք։
Այսինքն ձևի ու բովանդակության ներդաշնակության առումով, լեզվի առումով, գաղափարական առումով դուք տեսնում եք այդ ներդաշնակությունը։ Ինչ կա մի բան, որ այնուամենայնիվ պակասում է ձեզ։ Մեր թատրոնում չգիտեմ, անկեղծ ասած չեմ կարող հստակ ասել, թե ինչն է պակասում, ինչն է պակասում։ Համենայն դեպս ես խոսում եմ ներկայացումների մասին, որոնցում ես խաղում եմ, ես շատ ուրախ եմ, որ այդ ներկայացումներում նախ եւ առաջ կա մարդը, մարդու մասին է խոսվում, առողջ մարդու մասին, որովհետեւ ինչ առումով եմ ասում, որովհետեւ շատ հաճախ հիմա նոր դրամատուրգիա է առաջ եկել, որտեղ չգիտես ինչի առողջ մարդուն թողել են մի կողմ ու սկսել են հիվանդագին ինչ որ երևույթների մասին խոսել, որի հետ այդքան էլ ես համաձայն չեմ։ Բայց խոսքը հակահերոսների մասին չէ ու չէ, ոչ թե հակահերոս, այլ այս մարդու, չգիտեմ, ինչ որ ներքին խնդիրների, հոգեբանական խնդիրների մասին, որը շատ հաճախ այնպեսի տպավորություն է թողնում, որ արհեստականորեն դա բերված է ինչ առողջ բաներից մարդուն կտրելու դեպի կենտրոնացնելու դրա վրա։ Որ sense վատ հակում եմ տեսնում ու չեմ ընկալում դա։ Դեռ տարիներ առաջ մենք ձեզ հետ զրուցել ենք թատրոնների ֆինանսավորման խնդրի մասին, որին այսօր էլ անդրադարձանք, որ պետությունը պետք է ուշադիր լինի, բայց մենք տեսնում ենք վերջին տարիներին պետության կողմից թատրոններ փակելու այդ պրակտիկան, եւ դա ցավոք տարածվեց նաեւ Գոյի վրա, որտեղ դուք եւս խաղում էիք։ Սա ինչի հետևանք է, ինչի արդյունք է, եւ արդյոք եթե մեդալի մյուս կողմն էլ նայելու լինենք, թատրոններն էլ իրենց հերթին պիտի կարողանան ձգտել համապատասխանել ինչ-ինչ ժամանակի պահանջների, նորմերի, որպեսզի գուցե թիրախունջը հայտնվեն։ Չգիտեմ, ես Գոյի հենց կոնկրետ Գոյի մասին խոսեմ, դա նպատակ էր իսկապես փակելու, նաեւ կար կոնկրետ որ Արմեն Մազմանյանի անունը, որից, չգիտեմ, ժամանակին շատ էին վախենում, բայց ինքը էլ չկա, բայց կռիվը դեռ շարունակում էր իր հետ, այսպես ասած, ու հեշտ է բնականաբար մահացած մարդու հետ կռվելը։ Նպատակ էր, իրենք դա քողարկում էին ուրիշ անվան տակ, չգիտեմ, ավելի լավ պայմաններ, ավելի բարեկեցիկ պայմաններ առաջարկելով, բայց մենք հստակ գիտենք, որ դա ուր է տանելու, այսինքն իրենք առողջացնելու, եթե նույնիսկ հիվանդ էր, առողջացնելու, լավացնելու ոչ մի քայլ չարեցին։ Ճիշտ հակառակը, նպատակ դրեցին փակելու ու փակեցին։ Նույնն էլ, չգիտեմ, կամերային երաժշտական թատրոնը, մի խոսքով, հստակ էր։ Այս թատրոնները պիտի փակվեն։ Նպատակը ես չեմ ուզում կանխատեսումներ անեմ, ինչ որ երևակայությանս, այսպես ասած, զոր տամ, թե ինչի։ Ընդհանրապես կարող եմ ասել, որ կայացած թատրոն փակելը դա ուղղակի հանցագործություն է, մարդասպանության պես մի բան է։ Եթե նույնիսկ չեք օգնում, գոնե մի խանգարեք կամ մի խոչընդոտեք 30 հոգու իր տնից հանելու, թող ապրեն։ Ի վերջո միլիոններ չէինք ստանում ու բեր չէինք, բայց իրենք հասարակությանը նաև ուղեղում ներարկում են այն, որ թատրոնները բեր են ձեզ համար, ձեր հարկերից ենք մենք իրենց պահում։ Այնինչ եթե թատրոն, մշակույթ, չգիտեմ, գիտություն հանես երկրից, վերացնես, էլ ինչ ամնալու տակը, ուզում եմ հասկանալ։ Հիմա ինչ վիճակ է այնտեղ։ Ես լսելով գիտեմ, որ բեմը քանդել են, ինչ որ սրահ են դարձրել, չգիտեմ, մի խոսքով։ Սամվել, մենք ձեզ ճանաչում ենք նաև ֆիլմերից։ Հայ կինոն այսօր ինչ փուլում է, ինչ փուլ է թևակողել եւ արդյոք մենք ունենք կինո միջավայր ասվածը։ Ցավոք կարող եմ ասել, որ դեռ ֆիլմերը նկարվում են զուտ ֆինանս աշխատելու համար, այսինքն ոչ մի ուրիշ գաղափար, ոչ մի ուրիշ միտք չի դրվում ֆիլմ նկարելու համար։ Դրանք այն ֆիլմերն են, որոնք ցուցադրվում են։ Որոնք ցուցադրվում են։ Փառատոնային ֆիլմերի մասին չեք չէ՞։ Այո, իհարկե, որոնք մեր առօրյայի մեջ են, այսպես ասած։ Ցավոք սրտի կուզեի այդ առօրյա բերել նաև կոնկրետ ասելիքով, կոնկրետ ինչ որ մարդու մասին պատմություններ, որոնք կփոխեն, կխոսեն հոգու մտքի հետ, որտեղ վստահ եմ այնքան թեմաներ կան ու այնքան խնդիրներ կան, որի մասին կարող ենք խոսել արվեստի լեզվով, այդ դեպքում կինոյի լեզվով, որը չի արվում, պատճառաբանելով, որ դա գումար չի բերի։
բայց մենք չենք էլ փորձում դա անել։ Սա է սիրում ժողովուրդը, ինչ գիտեք։ Հնարավորություն տվեք ընտրելու եւ ինքը կընտրի։ Հասկանում եմ, կինոն հարուստ պետության, հարուստ երկրի գործ է, բայց կարելի է գոնե այս համատարած նույն սցենարներով, նույն վիճակով այս ֆիլմերի կողքը գոնե մի ֆիլմ ստեղծել տարեկան։ Ինչ որ փորձեր այնուամենայնիվ կարծես թե արվում են 16 մասանոց, այսպես ֆիլմերի ֆիլմերի տեսքով։ Բայց թեմատիկ առումով շատ հաճախ մեր իրականությունից դուրս թեմաներ են, որոնք մեզ հետ կապ չունեն, մեր խնդրի հետ կապ չունեն։ Իսկ այսօրվա հանդիսատեսը փոխվել է, օրինակ թատրոնի հանդիսատեսը, կինոյի նույն 10 տարի առաջվա հանդիսատեսի հետ եթե համեմատելու լինեք, գուցե ավելի պահանջկոտ է դարձել, գուցե ավելի հստակ է ձևակերպում իրեն ինչ է պետք, ավելի գուցե տեղեկացված է, ինչ տպավորություն է։ Չգիտեմ, ավելի շատ գիտեք ինչ, այսպես պատասխանեմ, հիմա նույն դպրոցներում ամենտեղ խոսում են աշակերտի իրավունքների, չէ՞, մասին, ոչ մեկ պարտականությունից չի խոսում։ Նույնը հանդիսատեսի մոտ էլ շատ ինչ որ ես գումար եմ տվել ու եկել եմ ինչ որ չես հասկանում այդ ինչ ձգտումները, այդ ինչ մոտեցումը ու ինչ որ պահանջողի, բայց որը ստեղծագործության հետ կապ չունեցող, այսինքն պիեսը չի էլ կարդացել, չէ, դրա մասին չի, զուտ, չգիտեմ, սկսած աթոռը ճռռում է, չգիտեմ, շատ տեխնիկական, շատ այդ առումով փոփոխվել է, բայց նաև կա ֆանտաստիկ հանդիսատես, որ գիտի ինչի համար է եկել, գիտի որ ուզում է ընդհանրապես, չգիտեմ, մի ժամով, ժամ 15 րոպեով կտրվի այս առօրյայից, այս իրականությունից, այսինքն շատ տարբեր են ու համեմատական անցկացնել իրանց մեջ չեն կարող, բայց չեմ կարծում որ շատ է փոխվել, չգիտեմ, քան 10 տարի առաջ էր։ Իսկ գուցե ավելի կիրթ է դարձել, տեղեկացված գուցե։ Մեզ մոտ քանի որ մենք ծայրահեղ ենք, ամեն ինչն է թե լավ, թե վատ, այսպես ասած, ձգտումները շատ ծայրահեղ են, էլի։ Եվ ավելի կիրթ, եւ ավելի ինչ-որ բողոքական, այս կա։ Դուք դասավանդում եք Թատերական ինստիտուտում, ինչպես նշեցի, ինչ տպավորություններ ունեք այն սերնդից, որի հետ առնչվում եք եւ Ես Փառք Աստծո, որ կա լավ սերունդ, կան տաղանդավոր երեխաներ, լավ մարդիկ են, բայց այս չգիտեմ, այդ դարի այդ այս կոմպյուտերային, չգիտեմ, ռիլային այդ մտածողությունը խանգարում է իրենց կենտրոնացմանը, անելիքի վրա կենտրոնանալու։ Հետո այդ նույն արագ այդ մտածողությունը բերում է նրան, որ իրենք կարծում են, որ իրենց մոտ ամեն ինչ շատ արագ պիտի ստացվի, այսինքն ջանք, եռանդ, աշխատասիրություն չեն ցուցաբերում, որպեսզի ինչ որ ունեն, դա հղկեն, շատացնեն, ավելի հստակեցնեն, ավելի հիմնավոր դարձնեն։ Այդ կենտրոնացման, աշխատասիրության ու հետ կապված խնդիրներ կան, որը առավոտից երեկոյան որ ասում դրա վրա են կենտրոնացած, որ հասկացնենք, որ ցանկացած արժեքավոր բան միանգամից չի տրվում։ Դա տարիների, չգիտեմ, քրտնաջան աշխատանքի արդյունքը։ Թափուր տեղեր մեր բոլոր բուհերում գրեթե կան եւ թատերականում եւս, օրինակ կինոգիտության գծով, թատերագիտության գծով գիտեմ որ կան, այս բացը ինչպես լրացնել է։ Երևի ինչ որ բաներ պիտի ծրագիր կազմեն, որպեսզի հետաքրքրություն առաջացնեն կամ որովհետև այսօր թատերագրությունն էլ որպես այդպեսին, չգիտեմ, շատ ցակուցրիվ առանձին են 10 տարի առաջ ես հիշում եմ, որ գալիս էին վերլուծում ինչ որ թերթերում տպվում էր, բան, բայց հիմա կա, չգիտեմ, նույնիսկ չգիտեմ, կա թե չէ։ Իրանք ավելի առանձին, այսպես ասած, դրսևորումներ են, ինչ որ ծրագիր դա պրոպագանդելու, առաջ տանելու երևի չկա, դա է պատճառը։ Սամվել, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնեմ, որ Երևանի ժամանակով զրուցաշարն էր, Ֆակտոր TV եթերում կհանդիպենք։